Այսօր մենք եկել ենք մատենադարան, որպեսզի բացահայտենք այս գեղեցիկ տեղը։ Հայոց գրերի ստեղծման մասին, երրորդ դասարան, չէ՞։ Հետո ունենալու ենք հետաքրքիր գործնական հատված եւ իհարկե վերջում կբարձրանա նշանագրեր։ Ձեզ նման վերցրեցին, հիմա կասեմ, վերցրեցին նշան, այդ նշանի տվեցին իմաստ։ Նշանը կարող է ցույց տալ բառ, արմատ, մասնիկ, բաղկացած, իսկ եգիպտականում գծայինից բացի ինչեր ենք տեսնում։ Նկարներ։ Երբևէ չմտածեք, որ սա գրավոր խոսք է։ Այս գիրը կոչվում է իբու, օգտագործել են պերուացիները, վերցրել են գունավոր թելեր և ամենգույն ունեն իր նշանակություն։ Դրան արել են այսպես քարտոփներ, հանգույցներ, և իրենք զգացին, որ ժամանակ ընթացքում դա բավական բարդ է, և որոշեցին, որ նշանը ցույց տա ոչ թե բառ, արմատ, մասնիկ, այլ ցույց տա հնչյուն, չէ՞ որ մեր բառերը կազմված են հնչյուններից, չէ՞։ Բագրելիս և կարդալիս ձեր կարծիքով ինչ օտարբերություններ ենք օգտագործում։ Օգտագործում եք ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, բայց այն ժամանակ մենք հիմնականում գրել և կարդացել հունարեն, ասորերեն և բաղլավերեն։ Դիտել, երբ որ մարդուց ուսումնասիրեց, զգաց, որ առանց ձայնավոր շատ դժվար կլինի և ստեղծեց ձայնավորները Լ գումարան Ը 38 տարերով է ասել ուսումնասիրություններ են կատարել Շատ տարբեր տարեր ուսումնասիրել և գրաձևը ձեռակներ ու այդպես մտածել ստեղծել։ Ճիշտ է, իսկ այն կետերը, որ մենք խոսեցինք, այդ կետերը ուսումնասիրել էր, թե ոչ։ Այո, չէ։ Իր աշակերտների հետ, այսինքն մեկնել էր տարբեր քաղաքներ, չէ, ուսումնասիրություններ կատարելու։ Եվ երբ որ ստեղծեց հայոց գրերը, ինչ է կարծում, ինչ կարևոր գործեր ուներ, որ պետք է անել Մաշտոցը։ Եվոֆեն հետո է ավելացվել, սովորեցներ, չէ, տարերը մարդկան, իսկ դրա համար ինչ էր պետք է բացել, դպրոցից գիտեք Եվ այն ժամանակվա դպրոցները տարբերվում են ձեր այսօրվա դպրոցներից, որովհետև եղել են բանկերի, տարածքում բանկերի գիծ։ Տարերը սովորեցրեց, իսկ հաջորդ կարևոր գործը որն էր, մենք նշեցինք, որ մինչ գրելի գինքը, մենք գրում և կարդում ենք օտար լեզուներով, այսինքն ունեցած գրական կենթանագի, բայց ուշադիր նայեք այս առաջին տարբերակին, տեսեք, մարդ կա, կենթանի կա, թռչուն կա, չէ, այսինքն երեք տեսակներն էլ միաժամանակ օգտագործել են։ Ինչեր չունեն։ Որ բաներ, որ գիշ կան ու իրանք ձեռքով են գրում, որ թռչնատարներ են գրում, ոնց էին հենց կարող ոնց տպվածի պես անել։ Դրա համար գրում էին շատ դանդաղ, որպեսզի կարողանան այսպես համաչափ և գեղեցիկ գրել։ Ասում ենք, որ թռչնագիր ենք նկարել, այսինքն թռչուն չէ, պետք է նկարենք։ Հիմա թռչնի որ հատվածից սկսենք։ ամենամեծ և ամենափոքր հայերեն ձեռագրեր աշխարհում։